Երբ որ նախագահության ժամկետը վերջացավ 2008 թվին, հայրս ինձ թվում է նույնիսկ այն Nokia հեռախոսներից օգտվել նորմալ չգիտեր։ Իրական, որովհետև որպես նախագահ հենց այդ ժամանակ էր, որ այդ ամբողջ փոփոխությունները եղավ, ու դրա կարիք չկար, օգնակար կար, այսինքն չկար, հեռախոս չուներ։ Ու 2008-ին ոնց որ այդ ամեն ինչ պետք է նոր սովորեր, սկսած հեռախոսից, հեռախոս օգտագործել, դասախոսը ու նաև ինչներ մեկ է օդանավակայաններից նորմալ օգտվել։ Ու առաջին բանը ինչ արեցինք, առաջարկեց ինչ որ դեր գնալ միասին, որպես արդեն առանց դիտապանել, առանց այսինքն զուտ սովորական մասնավոր բանով ու որ երկեր, նայած ասես 10 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիա չեմ եղել, միասին գնացինք Լոնդոն։ Լոնդոն գնացինք, հետո դուք շարունակեցիք Շոտլանդիա, մենք էլ գնացինք Սերբիա, Սիրուշոյի հատպես իրեն։ Մի խոսքով, այս ամեն ինչու շատ կարճ ժամանակահատվածում իսկապես այդ ամեն ինչ սովորեց ու ես քիչ մարդ եմ ճանաչում սերնդակից իրեն, որ այդ ամեն ինչին օգտագործում է ու դիապետում է այն ձևով, ոնց որ ինքը ու այսպես շատ կարճ ժամանակահատվածում, այնպես որ հա, ես կամ կապեց սրա համար է երևի։ Եվ գաղտնիքներ չենք պատմելու։ Իրականում ես նայեք, ես Հարաբաղում առաջի դեմք էի ուր թվականից 92 թվական թիվ օգոստոս ամիս։ Դրանից հետո միշտ եղել եմ այդ բարձր պաշտոններում։ Կարիք չունես հեռախոս բանման ինչ դա պետք է հրավար։ Մի աշխատակազմ կա եւ այլ կարիք չկար, իսկապես հեռախոս չեմ պահել մինչև 2008 թվականը։ Ինձ պետք չէր հեռախոսը, կնոպ կանցախմում ես, ինչ ասում ես աշխատակազմը անում։ Բայց դրանից հետո հասկանալի էր, որ կյանքում ադապտացվելու համար, ոչ մեկից չկախվելու համար, ժամանակակից մարդ լինելու համար, դու պետք է այս ամբողջին տիրապետես բոլորից լավ։ Հետո հասկացա, որ այդ աշխատակազմի ուղիղ 2/3-ը կարելի է ազատել։ Կարելի է հանգիստ ազատել, որովհետև այդ ամենը կարող է մի մարդ կամ դու ինքդ անես։